Հայոց արքա Տրթատ III սկզբում բացասաբար էր վերաբերվում քրիստոնյաներին, հալածանքների ենթարկվեց անգամ նրա մերձավորներից Գրիգոր Պարթևը, որը հետագայում պիտի հայտնի դառնար որպես Գրիգոր Լուսավորիչ։ Գրիգոր Պարթևը հրաժարվել էր պսակներ դնել Անահիտ Աստվածուհու արձանին։ Նրան նետեցին Խոր Վիրապի արքունի բանտ, որտեղ մնաց 15 տարի։ Գրիգոր Պարթևի բանտարկության 13-րդ տարում Հայաստան եկան քրիստոնեության քարոզիչ հռիփսիմյան կույսերը՝ Հռիփսիմեն, Գայանեն և նրանց ընկերուհիները։ Այս տարիների ընթացքում քրիստոնյաների նկատմամբ հայոց թագավորի վերաբերմունքը աստիճանաբար մեղմացել էր։ Բայց Դիոկլետիանոս կայսեր պահանջով հայոց թագավորը ստիպված եղավ հալածել Հռոմից Հայաստան փախած հռիփսիմյան կույսերին, որոնց մեծ մասը զոհ գնաց դրան։ Սակայն հռիփսիմյանց կույսերի նահատակության տարում հիվանդացած Տրթատ թագավորը բուժվեց Խոր Վիրապի բանտից ազատված Գրիգոր Պարթևի կողմից, իսկ քրիստոնյաների հալածանքները դադարեցվեցին։ Տրթատ արքան արդեն մտածում էր քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու մասին, նպատակ ունենալով այդ ճանապարհով ազատվել կայսրից թագը ստանալու նվաստացուցիչ պարտավորությունից և ցույց տալ, որ նա իր իշխանությունն ստացել է Աստծուց։ Ազատություն ստացած Գրիգորին թույլ տրվեց Վաղարշապատում հռիփսիմյանց կույսերի նահատակության վայրում մատուռներ կառուցել, որոնց վրա 7-րդ դարում նրանց անուններով եկեղեցիներ կառուցվեցին։ Եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին։